Փառք մեր Աստծուն, սիրելի եղբայրներ, քույրեր, թող մեր Տիրոջ անունը փառավորվի եւ բարձրանա ամեն անունից վեր։ Եղբայրներ, քույրեր, Տերը ասել է, որ որտեղ որ իմ անունով 2 կամ 3 հոգի հավաքվեն, ես այնտեղ եմ իրենց մեջ։ Ես ասենք տեսնում եմ, որ Աստծո ժողովուրդը ամբողջ այս նստարաններում տեղ չկա նստելու, բոլոր այս զալը հավաքված է, լցված է, բայց դա չի մեզ ավելի ոնց որ ասած տրամադրում, որ մենք ուրախանանք ու լցվենք, այլ մեզ տրամադրում է Հիսուսի ներկայությունը։ Ավելի ճիշտ ինքն է մեզ ուրախացնում, լեցնում, ինքն է մեր սրտերը բորբոքողը, ինքն է հեղինակը, սիրելի եղբայրներ, քույրեր, ամեն մեկս որ եկել ենք ստեղ, պարտական ենք իրան, որովհետև հայրն է մեզ քաշել դեպի իրան, իր անունը թող փառավորվի։ Էմաուս գնացող այն 2 աշակերտները վկայեցին, չէ, հետո որ ասին, մենք էլ ասում ենք, ինչի՞ց էր, որ մեր ներսը սրտերս ոնց որ լցվում էր, բորբոքվում էր։ Դա Հիսուսի ներկայությունից է, եղբայրներ, քույրեր, եթե անգամ այսքան մեծ բազմություն չլիներ հավաքված, որ հիմա է հավաքվել, լիներ 2 հոգի, ինչ է ասում 2 հոգի, որովհետև եթե հավաքվել է նշվում, ուրեմն մեկի հետ գոնե երկրորդը պետք է լինի, չէ, թե չէ հավաքվել նշանակում է գոնե մի հոգուց ավել երկրորդը լինի, բայց եթե Հիսուսի անունով է այդ հավաքվելը, Տերը այնտեղ ներկա է, թող իր անունը փառավորվի, եղբայրներ, քույրեր, թող լինի այնպես, որ այս մեծ բազմության մեջ մեր նվեր եղբոր ասացի պես մեր հայացքը ուղղված լինի ոչ թե որևիցե մի մարդու կամ մարդկանց, երեխեքը որ երգում են, սիրտս լցվում էր, ուրախանում էի այդ բանով, որ տեսնում եմ Աստծո ժողովրդին ուրախանում եմ, բայց սիրելի եղբայրներ, քույրեր, թող մեր հոգու հայացքը փնտրտուքի մեջ լինի, որ այս մեր բոլորի բազմության մեջ մենք Հիսուսին տեսնենք, մեր հավատքի առաջնորդին եւ կատարողին, ոնց որ եղբայրն ասեց, որովհետեւ ինքն է մեր փրկությունը, մեր կյանքը, ճանապարհը, ճշմարտությունը, ասում է անիկա Աստուծմե մեզի համար եղավ արդարություն, սրբություն, իմաստություն եւ փրկություն, ասեցի փրկությունը, ինքն է մեր համար Աստծո կողմից եղել է փրկությունը, արդարությունը, սրբությունը, սիրելի եղբայրներ, քույրեր, մենք իրան նայենք, թող Տերը օգնի, որ դա մեր ամեն մեկի մոտ հաջողվի։ Եղբայրներ, քույրեր, ես ընդհանրապես շարունակելու եմ եղբայրների խոսքը եւ մի քանի տեղ Սուրբ Գրքից կարդալու եմ, որ Աստված սրտիս մեջ դրել է եւ մենք միասին կզրուցենք սրա մասին։ Եղբայրներ, քույրեր, Արմեն եղբայրն էլ ասեց, որ Աստված մեզ ոչ միայն սրբելու է կանչել, անարատ դարձնելու է կանչել, այլ նա սահմանել է մեզ իրեն որդեգիր անելու։ Այսինքն ավելի լուրջ մի բան կար, որի համար Աստված այս ամենը արեց։ Այսօր խաչելությանը նվիրված այդ բանը հիշելու համար այս ժողովն է Հիսուսի անունով կազմակերպվել, սիրելի եղբայրներ, քույրեր։ Ես ուզում եմ օրինակ հիշենք մենք խաչի վրա Հիսուսը, որ ասեց կատարվեց, չէ՞, ամեն բան կատարվեց։ Հետաքրքիր է, Հիսուսի խաչվելուց առաջ եւ խաչվելուց հետո ինչ եղավ։ Երբ որ հիշվեց այդ մասին, բայց երբ որ ինքը կանանց տեսավ, հարություն առած արդեն, որ եկել էին գերեզման, մահացած Հիսուսին օծելու, տեսնելու, իրանք տեսան կենդանի Հիսուսին, հարություն առած։ Եվ ինչ ասեց Հիսուսը։ Ասավ, գնա, ասա իմ եղբայրներից, ոնց որ Արմեն եղբայրը հիշացրեց, ասավ, որ ես հիմա գնում եմ իմ հորս մոտ եւ ձեր հոր մոտ, գնում եմ իմ Աստծո մոտ եւ ձեր Աստծո մոտ։ Այդ էր կատարվել խաչի վրա, սիրելի եղբայրներ, քույրեր։ Կատարվել էր այն, որ Հիսուսը կարող էր հայտարարել, եւ դա Հիսուսն էր արել։
որ ես հիմա գնում եմ իմ հոր մոտ եւ ձեր հոր մոտ, իմ Աստծո մոտ եւ ձեր Աստծո մոտ։ Սիրելի եղբայրներ, քույրեր, աշակերտները ինչ արեցին, որ սա այսպես եղավ։ Մենք գիտենք, որ բոլորը իր մոտից փախան, ուրացան, Պետրոսը կոնկրետ 3 անգամ ուրացավ, բայց բոլորը փախան, թեպետ ասում էին, որ թեպետ Պետրոսն ասում էր, ով, բայց ես քեզ երբեք չեմ թողնի, մեռնելու էլ կգամ քո հետ։ Բա այսպիսի տկար, փախնող մարդկանց համար ինչպես հնչեց այս խոսքը, այդ հրաշքը ոնց կատարվեց, սիրելի եղբայրներ, քույրեր։ Հիսուս խաչվեց։ Այսքան կարևոր բան կատարվեց մեր համար, սիրելի եղբայրներ, քույրեր, որ մենք օտար էինք, հիմա լրիվ իրավունքներով, անբիծ եւ անարատ ենք կանգնել Աստծո առաջ Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Եվ ոչ միայն այսքանը, ինչպես Արմեն եղբայրը հիշեցրեց, ոչ միայն այսքանը, որ ուղղակի մեր մեղքը մեր վրայից վերցվել է, որ մեր անօրենությունները ներվել են եւ ջնջվել, այլևս չի հիշվում Աստծո մոտ։ Ոչ միայն այսքանը, այլ մենք, սիրելի եղբայրներ, քույրեր, ոչ թե մի մաքուր անոթ ենք, որի վրա ոչ մի բիծ չկա, այլ կենդանի Աստծո որդիներ ենք կոչվում Հիսուս Քրիստոսի վրա եղած հավատքով, որ մենք նրան տեսանք, լսեցինք եւ հավատացինք եւ ընդունեցինք, իսկ ընդունել Հիսուսին նշանակում է ընդունել կյանքը, ունենալ կյանքը եւ այն կյանքը, որ որդու մեջ էր, սիրելի եղբայրներ, քույրեր, գրված ասում է, ինչպես հայրը իր անձի մեջ կյանք ունի, այսինքն հոր կյանքը, որ միայն հոր անձի մեջ էր, ասում է այնպես էլ տվավ, որ որդին կենդանի լինի։ Այսինքն միածինը Հիսուս Քրիստոսը միակն էր, որ ուներ Աստծո էության մեջի կյանքը իր մեջ, որովհետև նա որդի էր։ Բայց ինչպես մենք Ավետարանի խոսքից լսում ենք, նա միածին էր, բայց դառավ անդրանիկ բոլոր եղբայրների մեջ։ Եվ հայտարարեց, ասավ, գնացեք ասեք եղբայրներիս, որ ես գնում եմ իմ հորս մոտ եւ ձեր հոր մոտ, իմ Աստծու մոտ եւ ձեր Աստծու մոտ։ Եղբայրներ, քույրեր, Հիսուսը նախապես մինչև իր խաչելության գնալը, մինչև մահանալը իր, ինքը այս մասին պատմեց աշակերտներին, բայց ոչ ոք իրան չհասկացավ։ Անգամ Պետրոսը նրան հանդիմանում էր, ասում էր, այդ բանը քո հետ պետք է չլինի։ Լրիվ հակառակ էր խոսում։ Անգամ Հիսուսը իրան ասավ, ետից գնա սատանա, չէ՞, որովհետև Աստծո բաները չէր խոսում։ Հիսուսն ասեց, որ եթե ցորենի հատը հողի մեջ ընկնելով չմեռնի, ինքը մենակ կմնա։ Մենակ ինքը կլինի այս ամբողջ գոյության մեջ, Աստծո ստեղծագործության մեջ, հրեշտակների, սերովբեների, քերովբեների մեջ միայն միակ Հիսուսը կլիներ, որ իր ներսում կունենար Աստծո բնության մեջ եղող կյանքը եւ միայն ինքը որդի էր։ Բայց սիրելի եղբայրներ, քույրեր, ասում է պետք է որ այդ սերմը ցորենի հատիկը ընկնելով հողի մեջ մեռնի, որպեսի շատ պտուղ բերի։ Մենք իր այդ ընկնել եւ մեռնելու արդյունքն ենք։ Արդյունքը մենք իրան հավատացողներս, Հիսուսին հավատացողներս, Հիսուսի ընկնել եւ մեռնելու իր անձի աշխատության պտուղն ենք, սերունդն ենք, որ ինքը տեսնելով ուրախացավ։ Ասում է անիկա սերունդ պիտի տեսնի։ Սիրելի եղբայրներ, քույրեր, իր սերնդի նկատմամբ, իր զավակների նկատմամբ Աստված շատ բծախնդիր է։ Աչքի բիբի պես է պահում մեզ, սիրելի եղբայրներ, քույրեր։ Միթե այստեղ շատ քույրիկներ կան հավաքված, միթե մեկը իր ամենասիրելի թեկուզեն, ինչ էին ասում, սերվիսներ կար, չէ, ինչ որ ժամանակին օժիտ էին տալիս։ Ինչական սերվիս էր։ Չեխական սերվիսը փայփայում էին, տես մաքրում դնում էին սերվանդի մեջ, չէին թողում ոչ մեկ հաց ուտի։ Բայց դրանով էտի ուտելու համար էր, չէ, այդ ապսեն։
Բայց ինչքան էլ թանկ լինի դա կնոջ համար, իր ուժիտնա տարիներով դրած իր պարծանքն է, բայց միթե ինքը իր արյունը կթափեր այդ որպեսի այդ մաքրեր այդ ամանը, եթե ասենք ուրիշ բանով մաքրելու հնարավորություն չլներ, որ սիրելի եղբայրներ քույրեր, ոչ մի ստեղծագործություն այս բանին արժանի չեղավ, բայց Աստված իր կամքի նախասահմանությունով, իր կամքի խորհրդով ուզեցավ սերունդ տեսնի, եւ այդ սերունդը գիտեք ինչ պարզվեց, որ ոչ թե հրեշտակներից ուզեցավ սերունդ տեսնի, այլ մարդուն, որ այդքան ցածր էր, որ այդքան ինքը գիտեր, որ մարդը ընկնելու է, որ մարդը վերջը իրան չի ընտրելու, Աստված ամեն բան գիտեր, բայց Աստծո սահմանածը սա էր, որ Քրիստոսով մեզ իր առջև անբիծ եւ անարատ կանգնեցնի եւ նրանով մեզ իրեն որդեգիր անի։ Թող Աստված փառավորվի, սիրելի եղբայրներ քույրեր, ես այդտեղ ուղակի կարդամ, որպեսզի ավելի բան լինի, կարդում եմ Եփեսացիս թղթի առաջի գլխից 3-րդ խոսքից սկսած. Օրհնյալ է Աստված եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ մեզ օրհնեց ամեն հոգևոր օրհնություններով երկնավորների մեջ Քրիստոսով, ինչպես մեզ նրանով աշխարհի սկզբից առաջ ընտրեց, ինքն է մեզ ընտրել, սիրելի եղբայրներ քույրեր, եւ ընտրելա երբ աշխարհի սկզբից առաջ, դեռ աշխարհը չկար, ընտրեց, որպեսզի մենք սիրով սուրբ եւ անարատ լինենք իր առջև։ Առաջվան է Հիսուս Քրիստոսի ձեռքով մեզ իրեն որդեգիրը լալու սահմանեց իր կամքի հաճության պես, սա իր կամքն էր, սիրելի եղբայրներ քույրեր, իրան հաճելի եղավ այսպես, որ մեզ ինքը որդիներ անի, իր փառավոր շնորհքի գովության համար, որով մեզ զարդարեց սիրելիի ձեռքով, Հիսուսի ձեռքով մեզ զարդարեց, որով փրկություն ունենք մենք իր արյան միջոցով, այդ արյունը թափվեց, որ մենք այդ փրկությունն ունենանք, մեղքերի թողություն իր շնորհքի ճոխության չափով, որ մեր վրա ավելցրեց իմաստությամբ ու գիտությամբ, մեզի հայտնելով իր կամքի խորհուրդը, իր հաճության պես, որ իր մեջ նախասահմանել էր։ Եվ այսօր էլ մեզ հայտնեց իր կամքի խորհուրդը, որովհետև սա իրան հաճելի է։ Ինքը հայտնել է, թե ինչ է ուզեցել անի Աստված եւ ինչ է արել իր որդի Հիսուս Քրիստոսով։ Սիրելի եղբայրներ քույրեր, այս բանը կար հավիտենական ժամանակներից առաջ, երբ դեռ աշխարհը չկար, երկիրը չէր ստեղծել, այս բանը կար, որովհետև դա կար Աստծո ծրագրի մեջ, իրական էր այս ամեն ինչը, բայց երբ որ ժամանակն եկավ, հայտնվեց Հիսուսը, մեզ բոլորիս համար պարզ եղավ, երբ որ մենք նայեցինք նրան, եղբայրների ասացի պես, նայեցինք մեր հավատքի առաջնորդին եւ կատարողին, խաչի վրա բարձրացած, ինչպես Մովսեսը օծն էր բարձրացել, այնպես որդին մարդոյ պիտի բարձրանա, որ ամեն նրան հավատացողը չկորսվի, հապա հավիտենական կյանք ունենա։ Մենք այդ ժամանակ տեսանք, երբ որ նայեցինք Հիսուսին, մենք տեսանք ու ճանաչեցինք Աստծուն որպես հայր, հայրը հավիտենական է, որդիներն էլ հավիտենական են, որովհետև այդ որդիները կան հոր մեջ, նա մեզ ունեցել է, սիրելի եղբայրներ քույրեր, եւ իր որդով սահմանել է, որ այսօր մենք որդեգրությունն ընդունենք, իրան հավատալով, իրան ընդունելով, իրան հավիտյան փառք, սիրելի եղբայրներ քույրեր։ Սուրբ գրքում գրված է մարգարեության մեջ, ասում է դու ասեցիր, որ այլևս օրինազանց չեմ լինի։ Արմեն եղբայրը խոսում էր այս մասին, որ մարդը մեղքից ազատվելու համար, մեղքից քավություն ունենալու համար մտածում է անգամ ինչ վճարի, ինչ տա, ինչով կանգնի Աստծո առաջ, մինչև անգամ մտածում է իր հոգու մեղքի համար, միթե իր առաջնեկը կարա տա, բայց սա էլ բան չի, սիրելի եղբայրներ քույրեր, գրված է մարգարեության մեջ, ասում է, եթե ասում է դու ասեցիր այս բանը, որովհետև մարդը մտածում է, հավատում է, որ ինքը մի օր կարա համապատասխանի այս սրբության պահանջներին, եւ կարդում եմ Երեմիա մարգարեության 20-րդ գլխից, ներողություն, 2-րդ գլխի 20 խոսքից։ Ասում է, վասնզի քո լուծը շատոնց մեկ կոտրեցի, քո կապանքները փրցուցի ու դու ասեցիր։ Աստված ասում է, ես քո համար այս բաներն արեցի,
Լուծը կոտրեցի, կապանքները քանդեցի եւ դու ասեցիր։ Համի կապանքները քանդել Աստված, դու հելնում ես հայտարարում ես։ Ինչ ես հայտարարում? Ասում ես օրինազանց պիտի չլնեմ։ Սակայն ամեն բարձր բլուրների վրա եւ ամեն կանաչ ծառի տակ ծռեցար եւ անբարոյականություն արեցիր։ 22 խոսքի մեջ տեսեք, ասում է դու ասեցիր այսպես, ես էի քեզ ազատել, բայց դու ասեցիր օրինազանց չեմ լինի, բայց էլ ծառ ու քոլ չթողեցիր, որ դրա տակ իր չդավաճանեցիր եւ 22 խոսքի մեջ տեսեք ինչ ասում է, եթե բորակով լվացվես, ասենք ժավելով էլի, բորակով լվացվես եւ շատ օճառալ գործածես, քո անօրենությունդ առջևս բիծի պես կմնա, կսե Տեր Եհովան, ինչպես կրնաս ասել, ես չպղծվեցա, բահաղի հետևից չգնացի։ Հովիտների մեջ քո ճամփուտն է եւ ըրածդ գիտցիր, նայիր քո ճանապարհներին եւ իմացիր արածդ։ Թեպետ դու խոստանում ես, թեպետ դու քո վրա հույս ունես, որ օրինազանց չես լինի, բայց տես, որ այսպես է ալնում։ Եվ տես, որ թեկուզ շատ օճառ օգտագործես, բորակով էլ լվացվես, մեղքդ բիծի պես է ալնում, ուրեմն ինչ է պետք, սիրելի եղբայրներ, քույրեր, որպեսզի այդ մարդը, որ մենք էինք, որ բոլորս էլ բնության բարկության որդիներ էինք եւ անում էինք սատանայի ուզածը, նրա կամքը, ինչ էր պետք մեզ անարատ կանգնելու Աստծո առաջ, Քրիստոսի արյունը, եղբայրների ասացի պես Սուրբի արյունը թափվեց մեր համար խաչի վրա, այս ա եղել խաչի իմաստը, բայց ոչ միայն սա, երբ որ այդ արյունը թափվեց, նա մեզ սրբեց եւ բոլորովին մաքուր կանգնեցրեց հոր առաջ։ Բայց ավելին, սիրելի եղբայրներ, քույրեր, երբ որ Հիսուսը մահացավ Հիսուսը, նա իր ասացի, նախորոք ասացի պես, նա որպես ցորենի հատ մեռավ հողի մեջ եւ ինքը շատ պտուղ տվեց։ Հարցը նա էր, որ Աստծու անձի մեջ եղած կյանքը պետք էր փոխանցվեր մեզ, գար հասներ ինձ։ Ինչպես, սիրելի եղբայրներ, քույրեր, միթե ես կարող եմ ստեղ երկրի վրա հող ու մոխիր եղողս, Աստծուն թշնամի եղողս, ինչ որ գործողություններ անեմ, ինչ որ բաներ անեմ եւ ես իմ մեջ ստեղծեմ այդ կյանքը։ Ոչ, ես ու Աստված չեմ։ Միայն մի Աստված կա։ Եվ նա կամեցավ, որ իր անձի մեջ եղած կյանքը փոխանցի ինձ եւ ձեզ, սիրելի եղբայրներ, քույրեր, բայց ինչպես էր հնարավոր սա անել։ Միայն մի կերպ չհավատաք, որ եթե ուրիշ կերպ հնարավոր լիներ, հայրը իր որդուն այդպիսի մահվան կմատներ։ Չկա ուրիշ ճանապարհ, բացի միայն Հիսուս Քրիստոսից, որովհետև ինքն է ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Հավատում եք դուք այս բանին։ Ուրեմն ուրիշ ճանապարհներ մի փնտրեք, սիրելի եղբայրներ, քույրեր, Հիսուս Աստծո առջև կանգնելու, մտնելու սրբության սրբոցը, ուրիշ ճանապարհ մի փնտրեք, բացի այն մեկից, Հիսուս դռնից, որ պիտի ներս մտնենք, բացի այն թափած արյունից, որով մեզ ճանապարհ է բացվել Աստծո սրբության սրբոցը մտնելու, որպես Աստծո արդարներ եւ ոչ միայն արդարներ, այլ նաև որդիներ, որդու կարգավիճակով մտնես քո հայր Աստծո գիրկը, սրանից մեծ փառք չկա, ոչ երկրի վրա, ոչ երկնքի մեջ, սիրելի եղբայրներ, քույրեր, եւ Հիսուսն ասեց, ես ուզում եմ ով հայր, որ նրանք, ուր որ ես եմ իրանք էլ հոն լնեն, որպեսզի տեսնեն այն փառքը, որ ես քո քովդ ունեի աշխարհի լալեն առաջ, իսկ այդ փառքը, որդի լինելու փառքը ինքը մեր հետ կիսեց, եղբայրներ, քույրեր, տվեց մեզ, միածիններ, դառավ Անդրանիկը բոլոր եղբայրների մեջ, եւ ես մի րոպե եմ խնդրում, որպեսզի այս խոսքերը կարդամ եւ կանգնենք աղոթքի։ 11 խոսքն եմ կարդում Եբրայեցիս 2-րդ գլխի, որովհետև ան որ կսրբե, այսինքն Հիսուսը, եւ ան որ կսրբվի, այսինքն մենք, որ Հիսուսի արյունով սրբվեցինք,
ամենքնալ մեկ են, ամենքնալ մեկ են, Աստծուց են, թե Հիսուսը, թե մենք, որ սրբում ենք Հիսուսի արյունով, անոր համար ինքը ամոթ չի սեպում եղբայր կոչել զանոնք ասելով, Հիսուսը ամոթ չի համարում մեզ եղբայր անվանել ասելով, քու անունդ եղբայրներուս պիտի պատմեմ, ժողովի մեջ քեզ պիտի գովեմ եւ դարձյալ ես Աստծուն պիտի հուսամ եւ դարձյալ ասում է, ահա ես ու այն զավակները, որոնք Աստված ինձի տվավ, որովհետեւ զավակները մարմնին եւ արյունին հաղորդակցեցան, ինքն էլ անոնց բաժնեկից եղավ, որպեսզի իր մահով փչացնե զանիկա, որ մահվան իշխանությունն ուներ, այսինքն սատանան, եւ ազատե զանոնք, որ մահվան վախով միշտ ծառայության մեջ կապրեին, քանզի բնավ հրեշտակներուն չօգներ, հապա Աբրահամի սերունդին կօգնի։ Սիրելի եղբայրներ, քույրեր, այս խոստումը, այս արածը հրեշտակներին չէր վերաբերվում, այլ մարդուն, որ որդի լինի եւ որպես որդի մոտենա իրան։ Սիրելի եղբայրներ, քույրեր, ահա այն զավակները, որոնք Աստված ինձի տվավ։ Հիսուսը մեզ համարում է Աստծո զավակներ, որոնց հայրը տվել է Հիսուսին, եւ Հիսուսը մեզ կպահի մինչեւ վերջի օրը իր անփառք հավիտյանս ամեն։